Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել պահանջելով բացել գործարանը, որը փակ է արդեն 1 շաբաթ։ Ըստ աշխատակիցների գործարանի աշխատանքների դադարեցումն անընդունելի է եւ իրենք ցանկանում են շարունակել աշխատել, աջակցելով ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանին։ Միաժամանակյա բողոքի ակցիաներ են իրականացրել նաեւ Multigroup կոնցեռնի կազմում գտնվող այլ ընկերությունների աշխատակիցները։ Նրանք հայտարարել են, որ եթե իրենց աշխատատեղերը չբացվեն, պատրաստվում են դիմել ավելի կոշտ քայլերի, այդ թվում ճանապարհների հնարավոր փակման։ Թույլ չեն տալիս ներս մտնենք, մենք ժամեր շարունակ այստեղ կանգնեցինք եւ հետո արդեն մեզ հայտարարեցին, որ պետք է գնանք, որովհետեւ անորոշ վիճակ է եւ ոչինչից տեղյակ չենք։ Ես չեմ կարող ոչինչ նման մեկնաբանություններ տալ, մեզ թույլ չեն տվել ներս մտնել եւ դա մեր մասով չի, ես ոչինչ տեղյակ էլ չեմ անկեղծ ասած, որ որևէ բան ձեզ կարողանամ մեկնաբանել կամ ասել։ Ես շշալցման արտադրամ ասում եմ։ Գայանե Իսպիրյան։ Տեխնիկայի հետ կապված խնդիրներ չի առաջանա, երբ որ երկար Իհարկե կառաջանա, ո՞նց կարող է չառաջանալ։ Ամբողջ սպիրտ ա ներսում, դրա վտանգը։ Եթե մարդը մի քիչ գիտակից լինի, կհասկանա, որ սա արդեն իսկ պայթունավտանգ է, այս ամենը այսպես, այս շոկ եղանակին թողնելը։ Ցիստերներ ունենք դրսում բոլորը լիցքավորված սպիրտով, ինչի մասին է խոսքը։ Մնացածն էլ ես ասել եմ եւ նորից կրկնում եմ, թողնում եմ մեր կառավարության, մեր վարչապետի խղճին, այսքան մարդու այս անհասկանալի վիճակը, գործազրկությունը։ Մնացածը թող պետությունը, պարոն վարչապետը շատ միշտ ասում էր Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դե ուրեմն թույլ տվեք, որ մենք հպարտ կարողանանք քայլենք մեր հանրապետությունում։ Մենք ոչինչ ձեզանից չենք ուզում, մենք միայն մեր աշխատանքն ենք ուզում, ուրիշ ոչինչ չենք ուզում։ Բայստապետ եմ։ Դուք դեպքի օրը երբ որ կապարակում եք գործարանը, տարածքում եք եղել ինչպես։ Այո։ Սովորական։ Հանեցին մեզի դուրս ու կապարակ ընկեցին։ Պատճառաբանություն որն է։ Չկար պատճառաբանություն։ Ուղղակի ասեցին դուրս եկեք։ Ասեցին դուրս եկեք։ Վերջ։ Այդքան բան։ Արդեն քանի օր է չեք աշխատում։ Մի շաբաթից ավել, այսօր 7 օր։ Սա ձեր հիմնական աշխատանքն է։ Այո։ Բա ինչպես եք որոնում կենսաբանի կարիքները, եթե Շատ վատ։ Ստիպված դիմանում ենք։ Գիտես, որովհետև ունենք լավ ղեկավարի ղեկավար, մենք երբեք ոչ մի անգամ այս օրը չենք տեսել, սենց բաներ չենք ունեցել։ Մենք միշտ լավ ենք եղել, բարձր ենք եղել, վերև ենք եղել ու ամեն ինչից գոհ շնորհակալ ենք եղել, որտեղ կա այստեղ լավ ղեկավարություն, կա լավ արտադրամաս, կա լավ արտադրանք, կան լավ մարդիկ։ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածը ինչպես կնկատեք։ Վայ, շատ վատ, լացել եմ շատ, չկարողացա բանանել, չկարողացա մինչև վշտայի, ամեն տեսնելուց այդենց մռմռալով լացում եմ, իրա նման մարդ, չեմ կարասի, երկրագնդի վրա կա, թե չկա, չեմ կարասի։ Փաշինյանը ասում է ինքը չի տեսել այդ տեսանկյունով, չի տեսել։ Այդենց բաներ հարց չտաս ինձ։ Ես չեմ ուզում պատասխանեմ դրանց Ազիզ ջան, սիրուն աղջիկ ես, բայց չեմ ուզում ասեմ, չկա այդենց բան։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտնել է, որ իր մայրը բժիշկ Արփինե Սողոյանը 21 տարվա աշխատանքից հետո ազատվել է Երևանի պոլիկլինիկայից հաստիքի կրճատման հիմքով։ Նրա խոսքով կանանց կոնսուլտացիայի բաժինը կշարունակի գործել, սակայն այլևս բաժնի ղեկավար չի լինի։ Սողոյանը կասկածի տակ է դրել ֆինանսական պատճառաբանությունը, այն համեմատելով համայնքային այլ ծախսերի հետ եւ աշխատանքից ազատումը կապել է իրենց ազատ խոսքի հետ։ Տաթևիկ Սողոյանը նաեւ նշել է, որ մայրը լավ տրամադրություն ունի, իսկ աշխատանքային հեռանկարները բավարար են։ Հիշեցնենք, որ Արփինե Սողոյանն այն բժիշկն է, որի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում բանավեճ էր ունեցել Արաբկիրում։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարության պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ։ Նրանք առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում ազգային ժողովի 8-րդ գումարվան պատգամավոր Արեգնաս Մանուկյանի հետ քննարկել նրանց կողմից բարձրացված հարցերը ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ այցի ընթացքում ուսումնասիրվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, իսկ արձանագրված խնդիրներն ու ներկայացված հանգամանքները կամփոփվեն եւ կուղարկվեն իրավասու մարմիններին։
Թրիփ նախագծի շրջանակում սահմանային եւ մաքսային բոլոր գործառույթները մնալու են Հայաստանի վերահսկողության ներքո։ Այս մասին Ազատության հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։ Հարցումը վերաբերում էր Հայաստանի փոխարտգործնախարարի հայտարարությանը, ըստ որի Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող թրիփ երթուղին գործելու է ԵԱՏՄ տարանցման կանոնակարգերին համապատասխան։ Ազատություն հետաքրքրվել էր արդյոք ԱՄՆ-ն համաձայնել է այդ մոտեցմանը եւ թրիփի շրջանակում մաքսային ընթացակարգերը կարգավորվելու են ԵԱՏՄ կանոններով։ Միևնույն ժամանակ պետդեպարտամենտը չի պատասխանել նախատեսվում են արդյոք թրիփի համար առանձին կարգավորումներ կամ այդ հարցը քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Վաշինգտոնը միայն նշել է, որ շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության առաջնահերթ ուղղություններով։ Պետքարտուղարությունը նաեւ չի հայտնել, թե մինչ այժմ որքան ֆինանսավորում է հատկացվել թրիփ նախագծին, նշելով, որ այս պահին լրացուցիչ մանրամասներ չեն կարող տրամադրել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անկախությունից հետո Ադրբեջանը վերածվել է միջին հզորության պետության, անդրադառնալով ինչպես խորհրդային անցյալին, այնպես էլ Հայաստանի հետ տնտեսական կապերին։ ԽՍՀՄ-ի գոյության տարիներին Ադրբեջանը անկախ չէր եւ չէր օգտվում լիարժեք իրավունքներից։ Նրա խոսքով ադրբեջանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ պահպանվել է այն գիտակցումը, թե ինչ է նշանակում լինել գաղութ եւ հետագայում դառնալ անկախ պետություն։ Ադրբեջանից արտահանվել է միլիարդավոր տոննա նավթ, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկիրը բախվել է էլեկտրաէներգիայի եւ գազի պակասի։ Բաքուն մինչ օրս վերացնում է խորհրդային ժամանակաշրջանում շրջակա միջավայրին հասցված վնասի հետևանքները։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բազմաթիվ վերլուծաբաններ կանխատեսում էին նախկին միութենական հանրապետությունների կործանումը, սակայն դրանք բոլորն էլ շարունակում են գոյություն ունենալ եւ զարգանալ, եւ դրանցից ոչ մեկը չի վերացել։ Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից Հայաստան ուղարկված ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ տեղափոխվել են Ադրբեջանի տարածքով։ Բացի այդ, Ադրբեջանը նույնպես սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստանին։ Նրա խոսքով Հայաստանը իդեմս Ադրբեջանի ձեռք է բերել մատակարարումների հուսալի աղբյուր։ Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսները որոնել աշխարհի տարբեր երկրներում։ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, ըստ որի Եվրոպայի խորհրդում գործել է հակաադրբեջանական խումբ։ Ալիևը մասնավորապես հայտարարել է, թե նախկին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Ժոզեփ Բորելը կապեր է ունեցել մի շարք անձանց, այդ թվում միջազգային դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ, որը նրա պնդմամբ ֆինանսավորվել է Հայաստանում ներկայումս տնային կալանքի տակ գտնվող հայ օլիգարխի կողմից։ Այս հայտարարությանն արձագանքելով Նարեկ Կարապետյանը գրել է այդ, որ հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում, ումից է բողոքում թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն արձագանքել է նոր սահմանադրության շուրջ իշխանությունների հայտարարություններին։ Նա նշել է, որ մինչ իշխանությունները հայտարարում են նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մինչև տարեվերջ, Բաքուն կրկին հիշեցնում է, քանի դեռ Հայաստանը չի փոխել սահմանադրությունը, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Աբրահամյանի գնահատմամբ Ադրբեջանը շարունակելու է նոր պահանջներ առաջադրել եւ ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա մինչև իր նախապայմանների կատարումը, թե այդ ընթացքում ինչ նոր պահանջներ կձևակերպվեն, դժվար է ասել, ամփոփել է նա։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները պատրաստվում են համաձայնության գալ Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության ստեղծման շուրջ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Ավելի վաղ Բրյուսելից Ազատության աղբյուրները հայտնել էին, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերներին կոչ է արել արագացնել Հայաստանին աջակցելու քայլերը ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին։ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 10-ին կարգադրություն է ստորագրել, որով ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին միանվագ դրամական պարգևատրում է հատկացրել։ Սա հուլիս ամսվա ընթացքում խորհրդանի աշխատակազմի երկրորդ պարգևատրումն է, առաջինը կատարվել էր հուլիսի 2-ին նույնպես Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ Նույն օրը ստորագրված մեկ այլ կարգադրությամբ Սիմոնյանը հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ մեկնել է արձակուրդ։ Այդ ընթացքում նրան կփոխարինի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Գործող 8-րդ գումարման ազգային ժողովի լիազորությունները ավարտվում են օգոստոսի 2-ին, իսկ օգոստոսի 3-ին կգումարվի նորընտիր խորհրդանի առաջին նիստը։ Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնաթիռով մեկնել է Սյունիքի մարզի Կապան համայնք։ Համացանցում պարբերաբար տեսանյութեր է տեղադրում։ Մինչ այդ էլ նա հայտնել էր, որ արձակուրդն անցկացնելու է Հայաստանում, միաժամանակ նշելով, որ անհրաժեշտության դեպքում շարունակելու է ներգրաված լինել, այդ թվում տարածաշրջանային հարցերում։
Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև լարվածությունը կրկին սրվել է կողմերը գիշերվա ընթացքում հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են փոխանակել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարվածներ են հասցվել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, ռադարներին, հրթիռային եւ դրոնային ենթակառուցվածքներին, նշելով, որ նպատակը Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումները կանխելն է։ Իր հերթին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածները հասցրել Հորդանանում, Բահրեյնում եւ Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային Միացյալ Նահանգների հետ ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագրի վիճակը ճգնաժամային է որակել։ Քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է խախտել հուշագիրը, Իրանը նույնպես չի կատարի իր պարտավորությունները, նշել է նա։ Իսկ Իրանի բանակցային խմբի ղեկավարը հայտարարել է, որ միակողմանի համաձայնությունների ժամանակաշրջանը ավարտվել է եւ կողմերը կամ պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, կամ կրեն դրանց չկատարման հետևանքները։ ԱՄՆ-ն վերահսկողության տակ է վերցնում Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։